Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը ընտրաշարժն իրականացրել է քայլարշավով։ Քայլել են Հայաստանի նշանավոր գրեթե բոլոր բնակավայրերով, իսկ որտեղ չեն հասցրել լինել, սոցիալական հարթակի միջոցով են լրացրել բացը։ Մենք երբեք չենք հայտարարել որ այս ինչ տեղը կգանք, սկզբից մտադիր էինք, հետո տեսանք, որ դա ինքնաբուխ ստացվում է, երբ ստացվում է շատ ավելի լավ է լինում, քան թե կազմակերպում է։ Ինչու ընտրել Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցությունը, Շիրինյանը նշում է, իրենց է գաղափարական կուսակցություն է, առաջարկները նման չեն մյուս կուսակցությունների առաջարկներին։ Նախ քրիստոնեական ժողովրդավարությունը, իհարկե ժողովրդավարություն է, բայց քրիստոնեական արժեհամակարգի վրա։ Երկրորդը այս տիպի կուսակցությունները, որոնք Եվրոպայում են ծնվել, դրանք օրդոլիբերալ են գոչվում, այսինքն կանոնի կարգ, օրենք, կարգի վրա ժողովրդավարություն, այսինքն այն թափթփվածությունը, որ կարող է անարխիան դիտվել որպես ժողովրդավարություն, սա չկա սրանց մեջ։ Ենթատեքստը ըստ Շիրինյանի իրավական պետությունն է, իր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում ազատության ավելցուկ կա։ Աղքատ հասարակությունը շատ ազատ լինել չի կարող, իսկ մեր ազգաբնակչության հիմնական մասը տոկոս չգիտեմ աղքատ է, ծավալի բան է դա։ Դրա համար իշխանությունը պետք է շատ մտահոգ լինի, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելուն օգնի, որովհետեւ ազատությունից հրաժարում չլինի։ Քրիստոնեական ժողովրդավարության համար կարևոր է, որքան էլ ազատությունն ապահովված լինի, գերակայությունը տրվում է իրավական պետությանը։ Շիրինյանի խոսքով իրենք ստեղծել են փափուկ ուժի կուսակցություն։ Հայաստան արժեքը փափուկ ուժն է։ Այսինքն մենք ստեղծել ենք փափուկ ուժի մի կուսակցություն, որը էվոլյուցիոնիստ է, ռևոլյուցիոն չի։ Ռևոլյուցիոն արեցինք, երիք է հիմա լինի էվոլյուցիոն զարգացում։ Մեր արժեքը հենց մշակույթի մեջ է հայկական։ Եթե հայկական մշակույթն ու քաղաքակրթությունը չկա, մնացածը պետությունն ենք, ժողովուրդ ենք։ Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին, Շիրինյանը ներկայացնում է իր դիտարկումները։ Վարչապետը այն 65% որ հրատարակել են, ես դրան հավատում եմ, 65-7 կամ 3 եւ այլն։ Հիմա վարչապետի հարց հաջորդը լուծել է եւ ես արդեն վկա եմ իմ քայլելով։ Ինչ լինի չլինի, ոտի տակ կտան ցանկացածին, եթե մեկը վարչապետի այս հարցը փակի, հաջորդի մասին խոսքը։ Անկախ եմ բանից, որ գիտեմ, որ մուրճը չի աշխատել, դժգոհ են, ինչու է Քոչարյան Ռոբերտը այդ հարցը սպանում է, ինչ հարց են տալիս, ինչու է Քոչարյանն ազատ ման գալիս։ Ես էլ ասում եմ կբռնեք իրենց հարցնեք, դե ինչ ասեմ։ Եվ նման բաներ, այսպեսի հարցեր, բայց երբ որ գալիս է պետության եւ լինել եւ այլնի հարցին, միանշանակ վարչապետի հետ են, եւ այդ տոկոսը ռեալ է։ Լևոն Շիրինյանի խոսքով ստացվում է այնպես, որ վարչապետության հարցը ժողովուրդը լուծել է, սակայն պարլամենտի հարցը չի լուծել։ Պարլամենտ կա, բայց պարլամենտարիզմ չկա։ Կառավարող կուսակցությունը կա իր վարչապետով, ունի մեծամասնություն, եթե 65% լինի, ուրեմն մենք որպես պետություն ունենում ենք ուժեղ վարչապետություն, որը խիստ անհրաժեշտ է մեզ որպես պետություն։ Վարչապետին պետք է թե չէ, թող ինքը մտածի այդ հարցով, բայց դրան հավասարակշռող խորհրդարանը չկա։ Կառավարող կուսակցությունը ինչով պետք է հավասարակշռվի, ուրեմն ընդդիմությունով, չէ՞։ Հայաստանում ընդդիմություն չկա խորհրդարանում, դա ռևանշիզմ է։ Դա բացահայտ ռուսական կիսամաֆիոզ, կիսագողական այդպիսի մի կազմավորում է, որ ստացվել է։ Պետք է լինի այլընտրանքային ընդդիմություն, պետության իշխանության հետ գործակցող, բայց սեփական մոտեցումները ունեցող։ Որպես խորհրդարան առաջ լինի, այնտեղ կենտրոնի հարցը պետք է լինի, աճ, ձախ, փոքր կուսակցություն, մեծ կուսակցություն եւ այլն։ Սա որ չունեցանք, մենք կունենանք այն ինչ որ ունեինք, ընդ որում շատ վտանգավոր, որովհետեւ ինձ բարձր որ Մոսկվան մեզ հանգիստ չի տալու։ Որպեսզի նման խնդիր չլինի, այդ հարցը պետք է լուծվի, Շիրինյանը մանրամասնում է։ Վախեցել են քվեարկում, հանկարծ սա չկա, նա չկա, անցյալը չկա եւ դա կլինի վտանգավոր։ Դրա համար ես ինչ եմ ասում, բանաձևը, ասում եմ ենթադրենք 80% ձայն եք տալիս, 60-ը տալիս եք վարչապետին, 10-ը մեզ, 10-ն էլ ինչ կուզեք։ Այսինքն որովհետեւ լինի նաեւ այն ուժը, որը խորհրդարանը պիտի աշխատեցնի, այդպես չի, որ ինքը իրեն է աշխատեցնում, անհրաժեշտ լինի ընդդիմություն, իսկ եթե ծայրահեղ վիճակ լինի, կոալիցիոն կառավարություն կազմի, հանկարծ
պետության փլուզում չառաջանա։ Մենք պիտի աշխատենք հետ ընտրական զարգացումներ թույլ չտանք։ Մոսկվան սա է ուզում։ Եթե թույլ չենք տալիս իր գործակալական ցանցը ներսում հյուսել, ինք ուզի Հայաստանի պետության հետ պետք է հարաբերվի։ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածուն խորհուրդ է տալիս անպայման գնալ ընտրության եւ զրո ձայն տալ պրոռուսական ուժերին։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։